Դերասան Էդգարի Գիթյանը շատ սիրված է հանրության կողմից։ Նա շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել նկարահանվելով հեռուստասերիալներից մեկում։ Էդգարն ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ էլ հայտնել է իր սիրելի դերասանի անժամանակ կորստի մասին։ Կյանքից հեռացել է դերասան Մուրադ Բիսեյնը, հրապարակմանը կից գրել էր Էդգարի Գիթյանը։ Սիրված դերասանի համար կարևոր արժեք է ընտանիքը։ Իսկ այժմ նրա ընտանիքի մասին։ Էդգարի Գիթյանն ու նրա կինը Լուսինեն արդեն 7 տարի է միասին են։ Այդ մասին հայտնել է դերասանի կինը իր ինստագրամյան էջում, համատեղ լուսանկարներ տեղադրելով։ Դրանից հետո նրա հետևորդները հարցրել են, թե ինչպես է զույգը ծանոթացել։ Լուսինեն էլ անկեղծ պատասխանել էր հարցին։ Նա նշել էր հետևյալը. «Սոցիալական ցանցի միջոցով ենք ծանոթացել։ Իմ նկարը տեսել էր ֆիթնես էջում։ Այդ տարիներին կին ֆիթնես մարզիչներ գրեթե չկային։ Ես առաջիններից եմ եղել Հայաստանում։ Էդգարն էլ այդ տարիներին մարզչական գործունեությամբ էր զբաղվում։ Իրեն շատ էի հետաքրքրել, շատ սիրուն նամակ էր գրել ու ես էլ որոշեցի պատասխանել»։ Մեկ այլ առիթով Լուսինեն մի այսպիսի գրառում էր արել. «Հաճախ հիշում եմ այն օրը, երբ տեսա քո լուսանկարն ու կարդացի մի քանի տող, որ դու գրեցիր ինձ համար։ Հետո բառ առ բառ միահյուսվեցին մեր ճակատագրերի շարանը։ Այսօր արդեն ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էի ապրել առանց քեզ։ Երբ հրաշք տեղի ունեցավ ու մեր հոգիները գտան միմյանց, ես ուղղակի խեղդվեցի երջանկության մեջ։ Ուզում եմ մաղթել, որ այս զգացումը հավերժ մնա ու մենք միշտ ոգեշնչենք միմյանց ու սիրենք անսահման։ Երջանիկ եմ քո կողքին։ Ուրախ եմ այն մտքից, որ քոնն եմ։ Սերն ապրում է իմ սրտում, ամենագեղեցիկ զգացումը քեզ համար։ Եվ նա երբեք չի լքի իմ սիրտը, քանի որ ես իսկապես ուզում եմ լինել քո կողքին», նշել էր դերասանի կինը։ Էդգարն ու նրա կինը իրենց առաջնեկին սպասելու լուրը հայտնեցին ընտանեկան ֆոտոշարք հրապարակելով ինստագրամյան էջում։ Էդգարը լուսանկարներին կից այսպիսի գրառում էր արել. «Աստված ցանկանում է, որպեսզի իր բոլոր զավակները գան աշխարհ որպես հավերժական ընտանիքի մաս, որտեղ կա մայր և հայր, որոնք սիրում ու հոգ են տանում միմյանց համար և իրենց երեխաների համար։ Եթե ձեր դեպքում դա այդպես չէ, եղեք համբերատար ու շարունակեք ապրել արդար։ Նայեք արժանի մարդկանց օրինակին։ Պատրաստվեք այժմ ամուսնու կամ կնոջ և ծնողի, ձեր աստվածային դերին։ Պարտավորվեք ամուսնանալ տաճարում և հիմնել ձեր սեփական, հավերժական ընտանիքը։ Ընտանիքը Աստծո ամենամեծ պարգևն է, որը տրված է մարդուն հոգևոր երջանկություն վայելելու համար, որն անհրաժեշտ է պահպանել ու զորացնել, քանի որ ընտանիքի հիմքը սերն է և փոխադարձ հարգանքը։ Էդգարը երբեք իր սոցիալական էջերում չի թաքցնում իր մեծ սերը կնոջ նկատմամբ։ Կնոջ մասին խոսելիս նա ասել էր հետևյալը. «Աշխարհում ծնվեցիր դու, իմ կյանքի կես-աղջիկ, ում տարբերեցի բոլորից, ում նախարգեցի։ Այնքան արժեքներ ունես, քո պահվածքը, հավատը, դաստիարակությունը, կանացիությունը, յուրահատկությունը, գեղեցկությունը բացատրելն անհնար է։ Ուզում եմ միշտ ուրախ տեսնեմ քեզ, երջանկության արցունքներ պարգևեմ։ Դու արժանի ես։ Սիրում եմ քեզ, Լուս»։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Էդգարը նաև պատմել էր կնոջն անակնկալներ մատուցելու մասին։ Դերասանի խոսքով սիրում է կնոջն անակնկալներ մատուցել նաև սովորական օրերին։ Վստահ է, որ դրանք ամենահիշվողն ու տպավորվողն են։ Երբեմն մոտոսպորտկում է լինում։ Ուզում եմ ինչ-որ բան գրել, թողնել տանը, ինչ-որ անկյունում ու մտածել, որ սիրելիս կարթնանա, կկարդա ու իր օրը գեղեցիկ կսկսվի։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր ժամանակ առ ժամանակ են գեղեցիկ մի բան ասում, բայց դա անում են անկեղծ, ասաց Էդգարը, ավելացնելով, որ երբեք ինչ-որ հաճոյախոսություն չի ասում ուղղակի ասելու համար։ Ըստ նրա, գեղեցիկ ու կարևոր բառերը կորցնում են իրենց նշանակությունը, երբ հաճախ ես ասում։ Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում մի պատմություն, որը Էդգարը ներկայացրել էր իր ինստագրամյան էջում լուսանկարներից մեկին կից։ Մի մարդ ամբողջ կյանքը փնտրում էր ճշմարտությունը, բայց չէր կարողանում գտնել։ Շատ երկրներ թափառեց, եղավ հյուսիսում, հարավում, արևելքում, ոչ մի տեղ չկար ճշմարտությունը։ Եվ մի անգամ նա եկավ արևմտյան մի անհայտ երկիր, որը բավականին փոքր էր։ Եվ մարդն անցնելով քաղաքներով պատրաստվում էր առաջ գնալ, փնտրելու ճշմարտությունը ուրիշ արևմտյան երկրներում։ Հանկարծ ճանապարհի անկյունում տեսավ լքված մի տաճար։ Տաճարի աստիճանների վրա մի վանական հայտնվեց ու ասաց մարդուն, որ ճշմարտությունը այստեղ է թաքնվում։ Մարդը չհավատաց, բայց վանականը պնդեց.
Հավատա, նա տաճարում է։ Եվ ուղեկցեց մարդուն դեպի տաճար։ Մոտեցան մի արձանի, որը սև ծածկոցով փակված էր։ Ահա, ասաց վանականը, քո առջև է ինքը ճշմարտությունը։ Այդժամ մարդը ձեռքը մեկնեց, հանեց ծածկոցը և տեսավ իր առջև սարսափելի, զզվելի, վախենալու մի դեմք։ Վախից հետ գնաց։ Ինչ է սա, հարցրեց մարդը։ Միթե սա է ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունը պատասխանեց. Այո, այդ ես եմ, ճշմարտությունը։ Բայց ինչ սարսափելին ես դու, ասաց մարդը։ Քեզանից սարսափելի ոչինչ չկա։ Ինչպես պետք է պատմեմ մարդկանց քո մասին, ով ինձ կհասկանա։ Իսկ դու խաբիր, ասաց ճշմարտությունը, և քեզ բոլորը կհավատան։ Էդգարի Գիթյանը ևս շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա մի քանի ամիս դադարից հետո սկսեց նկարահանվել հեռուստասերիալում, ինչը ուրախացրեց նրա երկրպագուներին։ Եվ բացի կերպարներից ու տարբեր դերերից, հեռուստադիտողին հետաքրքիր են նաև Էդգարի մտքերը տարբեր հարցերի շուրջ։ Star News-ն այս հոլովակում ներկայացնում է նաև դրանցից մի քանիսը։ Քաոսի մեջ ներդաշնակություն գտնելու ունակ մարդիկ խարիզմատիկ են, ունեն սպիներ ու տրամադրության կտրուկ տատանումներ։ Առաջին հայացքից հանգիստ, բայց փոթորիկներ կուտակող։ Դու հասկացիր նրա ներքին պատերազմներն ու հիշիր, որ նա հեշտ գոհացողներից չէ, հիշիր, որ միշտ ժպտա ասվածը նրա համար չէ, որովհետև միշտ ժպտում են համակերպվածները, իսկ անհարմար իրավիճակների վրա ցինիկորեն ծիծաղում ու առաջ գնում սեփական իրականություն ունեցողները։ Նա հաճույք է ստանում քաղցր մելանխոլիային տրվելուց, ինքնավերլուծության, ինքնաոչնչացման ու վերջապես նորից ինքնակառուցման պրոցեսից։ Գրել էր Էդգարն ու մի առիթով հավելել նաև ճկունության մասին։ Առաջ գնալ ամեն գնով դեպի նպատակները, տեսնել թշնամիներ բոլորի մեջ, ում հանդիպում եք։ Սա ամենահեշտ ու ամենահաճելի ճանապարհը չէ, հանգամանքներին հարմարվելը շատ ավելի հեշտ ու իմաստուն է։ Եթե չեք կարող գնալ մի ճանապարհով, գնացեք մեկ այլ ճանապարհով։ Եթե ձեզ մի տեղ մերժում են, թակեք մի ուրիշ դուռ։ Կյանքը միշտ պարգևատրում է աշխատասերներին և համառներին, դուք դա լավ գիտեք։ Այնուամենայնիվ, կարևոր է պահպանել ներդաշնակությունը, առաջ չգնալ ամեն գնով, բայց նաև չհանձնվել առաջին անհաջողությունից։ Շատ փափուկ մի եղիր, կճմրթեն, շատ կոշտ մի եղիր, կտրորեն, գրել էր Էդգարը։ Այս ամենի մեջ լռությունն ամենակարևորն է։ Էդգարը նաև գրառում ունի այդ մասին։ Լռությունը կյանքի կարևորագույն արժեքներից մեկն է, որը ըստ իս յուրաքանչյուրիս համար բազմաբնույթ է։ Լռությունը ինձ համար հոգևոր հանգստություն է։ Պահպանելով լռություն, ես կարողանում եմ հասկանալ ու բացահայտել ինքս ինձ ու ինձ շրջապատող աշխարհը։ Հաճախ բառերն ավելորդ են։ Լռությունը խոսում է մեր փոխարեն, սակայն շատ քչերին է հաջողվում լսել ու ամենակարևորը որը մեկի համար աղմուկ է, մյուսի համար ներքին հանգստություն։ Մարդիկ, ովքեր չեն կարողանում լսել ու ընկալել լռության ձայնը, իզորու չեն բովանդակալից միտք արտահայտել։ Լռության ձայնի մասին կարելի է անդադար խոսել, սակայն նորից ճիշտ է լռելը։ Այստեղ ավելորդ են բառերը։